Ողջույն հանաբազորյա հացի սիրելի ունգընտիրներ, զգուշացում և հորդոր։ Սիրելիներ, ես կոչված եմ ձեզ ճշմարտությունը քարոզելու։ Ինչպես Պետրոս առաքյալը գսե, ահա թե ինչու չեմ ցանցրանար ձեզ հիշեցնելու այս բաները, թեև դուք արդեն գիտեք անոնք և հաստատ եք այդ ճշմարտության մեջ։ Պետրոս 1:12։ Ճշմարտությունը ավետարանի մեջ է, սակայն այն պետք է դուրս գա և տեղափոխվի Աստուծո խոսքը քարոզողի կյանքի մեջ, որպեսզի Հիսուս Քրիստոս ճշմարտապես ներկայացվի իրեն փնտրողին և հավատացողին։ Եթե հոգևորականը Քրիստոսի խոսքը բառացի փոխանցե հավատացյալին, առանց ապրելու հավատացյալը կմնա անհաղորդ այդ խոսքին։ Երբ ես կքննադատեմ եկեղեցականի այս կամ այն արարքը, դուք խուճապի մի մատնվիք կարծելով, թե ես կքննադատեմ եկեղեցին։ Ժամանակն է, որ դուք զատեք եկեղեցին եկեղեցականեն, ավետարանը ժողովրդական ավանդութենեն ու կանոնեն, նյութական օրհնությունները երկնային օրհնություններեն, հրաշքներու ետևեն վազելը հրաշագործի խոսքեն։ Եկեղեցականը մարդ է իր դգարություններով և սխալներով, բայց եկեղեցականի սխալն ու դգարությունը պետք չէ, որ տեսնե հավատացյալը, կամ եկեղեցականի սխալի պատճառով կարելի չէ խախտել Աստծո խոսքի ուժն ու ճշմարտությունը։ Սխալ ալգա։ Աստված հաստատած է քահանայությունը և խիստ դրած է իր պահանջը։ Ձեր արյունը մեր քահանաներուս վրա է, եթե չգրտենք ձեզ Աստուծո խոսքի մեջ։ Ես հույսս չեմ գործընծներ, որ օրը իմ խոսքերս պիտի հասնին լսողի գիտակցությանը, խղճին, մտքին և հասկանալի պիտի ելա իմ ողջ նպատակը այս տարիներու քարոզության։ Քրիստոս խաչված է ոչ թե շքեղ կառույցներու և ջոխ դիտողներու համար, այլ ցեզ համար, որ տաճարներ եք Սուրբ Հոգիի։ Ուրեմն արթուն եղեք ձեր հոգիի փրկության համար, ոչ թե պաստապան եղեք այս կամ այն հոգևորականի կործանիչ մեղքը բացահայտելու բարակային։ Սկսած պարզ քահանայեն մինչև կաթողիկոս։ Ճշմարիտ հոգևորականը երկրի վրա պաշտպանի կարիք չունի։ Անոր կանչողն ու պաշտպանողը Աստված է, ոչ թե մարդը։ Ամեն ինչ լսեք, վերլուծեցեք, գշրեցեք երկնային գշիրկով և համեմատեք ավետարանի պահանջի հետ ու տեսեք, որ Աստված իր եկեղեցին ամուր վեմի վրա կուզե տեսնել, որ Պետրոսի հավատքն է։ Ժամանակն է, որ ձեր անձնական հավատքն ու անձնական հարաբերությունը Աստուծո հետ դրվի հոգևոր գշիրկի վրա և գշրվի։ Ժամանակն է, որ 21-րդ դարու հավատացյալը եկեղեցի մտնելու ժամանակ չսե Աստուծո. ես քեզ մոմ, դու ինձ բարիք, ես քեզ ցուցադրական երկրպագություն, դու ինձ ողորմություն, ես քեզ երկար աղոթք, դու ինձ հարստություն, պաշտոն և լավ կյանք։ Այսօրվա հավատացյալը կարող է ժամերով հերթ կանգնել որևէ սրբության կամ մասունքի մոտենալու համար, բայց 10 րոպե չդրամատրե իր մերձավորին օգնելու համար։ Իմ նպատակն է, որ դուք այս տարբերությունը հասկանաք ըստ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքին։ Ինձ լսողները կարող են ինձ վիրավորել, գոպտել, ոմանք անիծել, ոմանք նախատել, բայց հասկացեք ընդմիշտ, որ իմ գոչումն ու պատասխանատվությունը վեր է այս բոլորեն։ Ուրեմն զգույշ եղեք, արթուն եղեք, քննեցեք հոգիները և գործերը և հատկապես միտումնավոր արարքի նպատակը։ Գուզեմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ կարևոր նրբության վրա։ Մեր հետևորդները բնականաբար քրիստոնյաներ են և ոչ աթեիստ կամ հեթանոս։ Իսկ տեսանյութներու տակ վիրավորական մեկնաբանություն գրողներն ալ եկեղեցու անդամներ են և հաղորդվող հավատացյալներ են։ Միթե Քրիստոսի խոսքին հետևողը այսպիսի բառապաշար ունի։ Իհարկե ոչ։ Այսպիսի մեկնաբանություններ գրողները գիրակի օրը մեղքերու թողություն կստանան և կհաղորդվին Քրիստոսի մարմնի և արյան հաղորդությամբ
առանց անդրադառնալու, որ վիրավորած են ինչ-որ մեկուն։ Քավլիցի, ես կներեմ բոլորին, բայց իմ հարցը չէ այստեղ, այլ ողջ համացանցը հեղեղված է չագերդյալ քրիստոնյաներու անվայել մեկնաբանություններով, չար միտումով գրված մտքերով և աչառությամբ արված քննադատություններով։ Ուրեմն, իմ նպատակն է, որ դուք տարբերեք սևը սպիտակեն, գեղձը օրիգինալեն, ժպիտը մատնելեն, հավատացյալը փարիսեցիեն և կահանային սպիտակեցրած գերեզմաններեն։ Մնացեք սիրով և խաղաղությամբ, բայց սա մաղթանք է, բայց ոչ պարգև։ Ասոնց հասնելու համար չանք, առաքինություն և գիտություն է պետք։ Ես շարունակելու եմ իմ առաքելությունը թեկուզ մեկ հետևորդի բարակային։ Եթե անգամ մեկ հոգի հասկնա ու արթնա, առաքելությունս բավարար կհամարեմ և վստահորեն կսեմ. ես ամբարդ եմ ձեր արյունեն, քանի չլրեցի երբեք։